Ողջույն։ Մինչ հաղորդմանն անցնելը դարձյալ դիմում եմ հարգելի հեռուստադիտողներին, որևէ հավանության նշան, մեկնաբանություն թողնել սոցհարթակներում, կարճ ասածը դիտելիս։ Դա շատ կարևոր է հաղորդման առավել տարածման, լայն շրջանակներ ընդգրկելու համար։ Այսքանը։ Գոյություն չունեցող թղթերի հղում անելով ելույթ ունենալը, քաղաքականություն վարելը այս իշխանության գործելակերպն է։ Անում ու ասում են բաներ, որոնց տակ չկա որևէ հիմք, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ, որ փաստաթղթով էր այդպես։ Ինչ հիմքով նրանք սահմանազատում արեցին եւ հանձնեցին Տավուշից տարածքներ։ Ոչ մի հիմքով։ Իսկ Սյունիքից նույնը։ Նիկոլը ասում է 1991 թվականից սկսած Արցախը հանձնել են։ Հարցնում ես, ինչ թղթի հիման վրա ես ասում։ Էլի չկա այդ թուղթը։ Ասում է նախկինում բոլորը բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում։ Հարցնում ես, ուր է հիմքը։ Չկա։ Ասում է Մեղրին Քոչարյանը հանձնում էր։ Հարցնում ես, թուղթ կա, ցույց տուր։ Չկա։ Ասում է Ստամբուլյան հռչակագրով Քոչարյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Ասում ես, ցույց տուր փաստաթուղթը։ Էլի չկա։ Սրանք իրենց արդարացնելու համար կամ հղում են անում չեղած փաստաթղթերի, կամ հղում են անում մահացած մարդկանց, կամ էլի նմանատիպ բաներ։ Պարզվում է, Հայաստանը 2024-ից Արցախի մասին դրույթը չի ներառել խաղաղության պայմանագրի առաջարկներում։ Արտաքին գործերի նախարարությունը պատասխանում է Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Ինչ թղթի մասին է խոսում արտաքին գործերի նախարարը։ Ոչ մի։ Խոսում է գոյություն չունեցող, երբեք օրինական ուժ չունեցած թղթի մասին։ Սամվել Շահրամանյանի հրապարակած թուղթը չի անցել որևէ օրինական ընթացակարգով եւ չունի որևէ ուժ ու անհնար է չի կարող նախագահը ստորագրել պետության լուծարման մասին թուղթ։ Ուղղակի սրանք, քանի որ բանակցելուց եւս 0 են, կարճել են ստվերից։ Ինչ է նշանակում Արցախահայության իրավունքների պաշտպանությունը դուրս է ՀՀ օրակարգից։ Այդ ով է դուրս հանում, ով ունի այդ իրավունքը։ ՔՊ օրակարգից այո, կարող է դուրս է, միշտ էլ այդպես է եղել, բայց Հայաստանի Հանրապետության օրակարգում է այն սահմանադրությամբ։ Մեղադրում են Արցախի իշխանությանը Ադրբեջանի հետ բանակցելուց հրաժարվելու մեջ, իմանալով, որ այդպես չէ, Արցախը չի հրաժարվել, բայց դուք նկատի եք ունեցել, որ պետք է արցախցիները բանակցեին որպես Ադրբեջանի քաղաքացի։ Սրանք Պրահայում, ապա Գրանադայում Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմ, ասել են մենք մեր 29743 քառակուսի կիլոմետրի տերն ենք, Արցախը հեչ։ Սա դուք եք ասել ու արել։ Հիմա ինչ եք մեղավոր ու արդարացում անգալիս։ Եթե դու որևէ փաստաթղթի վրա պետք է հղում անես Արցախի հանձնումը ներկայացնելու համար, ապա դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի թուղթն է, 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի թուղթն է եւ 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայի թուղթն է, ու բոլորն էլ Նիկոլն է արել։ Դու Արցախը ճանաչել ես Ադրբեջան ու ասել ես արցախցիները թող որոշեն, մնում են Ադրբեջանում, դառնան Ադրբեջանի քաղաքացի, թե գալիս են Հայաստան ու դառնան քաղաքացիություն չունեցող անձ, որտեղ իրենց անձնագրերը չեն քաշվելու։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել. մենք ճանաչում ենք Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրը Արցախի մեջ է։ Իսկ հիմա ինչ Արցախի նախագահի փաստաթղթից եք խոսում։ Նրա ստորագրած ու որևէ ուժ չունեցող այդ փաստաթղթի հիմքում դուք չեք, որոշումները դուք չեք կայացրել, ու մինչև հիմա էլ դուք չեք կայացնում, ինչ Շահրամանյան։ Գնում ճանաչում եք, հետ եք գալիս, չեք էլ հրապարակում, արտահոսքեր են անում, հարցնում ենք, չեք խոսում ու։ Եկել է բա Արցախի նախագահը ստորագրել, լուրջ, նա այդ ինչ էր կարող ստորագրել։ Ամբողջ ընթացքում ֆռցրիք, դուք իմացաք ինչ բանակցեցիք միայն, հանձնեցիք, աղետ բերեցիք ու հիմա էլ Շահրամանյանն ով է։ Իսկ էլ ինչ փաստաթղթեր եք հորինելու, որ բերեք ասեք, այս թղթի պատճառով օրակարգից դուրս եկել գերիների հարցը։
Մի թուղթ չեք կարողանում հորինել ու ասել, որ այս թղթի պատճառով մեր գործառույթներից դուրս է անհետ կորածների ճակատագիրը պարզելը։ Մի թղթով էլ դուրս կգա օրակարգից մեր երկրի տարածքից ադրբեջանցի օկուպանտներին հանելը։ Տավուշից զիջելը որ թղթով էր։ Հանձնում եք, մսխում եք, հետո մի թուղթ եք մոգոնում ու դնում եք տակը։ Այդ սաղ ձեր արածներն է։ Ձեր արածներից մեկն էլ այսօր պարզեցինք։ Հայաստանի ԱԱԾ-ն փակել է Արցախի պաշտոնական կայքերը, նախագահականը, ազգային ժողովը, կառավարությունը, պաշտպանության նախարարությունը եւ այլն։ Ինչ եք փակել։ Այդ ինչպիսի մեծ ցանկություն ունեք դուք հրաժարվելու Արցախի վերաբերյալ ամեն ինչից։ Ինչ եք փակել։ Պատմություն է, արխիվ է։ Կարող եք ընդհանրապես թույլ չտալ թարմացում անել, բայց ինչ եք փակել։ Մեր պետական գերատեսչությունների կայքերից հանել են Արցախի մասին բաժինները։ Ինչ եք հանել։ Թողեք, որ վաղը մյուս օրը կարդացողները իմանան, որ սենց բան է եղել ու հիմա չկա։ Տասնամյակներով գործել են, տասնյակ հազարավոր նյութեր կան, վավերագրություններ կան, արխիվը ձեր ինչին էր խանգարում։ Ստալինյան թվերն են, հանեք վառեք մի հատ էլ։ Արցախ հանձնելուց հետո սրանք վերացնում են Արցախի մասին ամեն ինչ։ Ախր դուք էլ գիտեք, որ ձեզանից հետո կյանք կա։ Թող մնա այդ ամենը հետագայի համար։ Դու հնարավորություն թող, որ քեզանից հաջորդ եկածը կարողանա կայքն էլ թարմացնել, բանակցություններով էլ մի բան անել, հողն էլ հետ բերել։ Չէ, կտրուկ փակում եմ եւ վերջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ձեզ առաջարկել էր Արցախի ճակատագրի շուրջ բանակցությունները թողնել հետագային։ Գնացիր Պրահայում ճանաչեցիր, փորձեցիր փակել թեման, բայց հոգո փակելով չէ։ Վրաստանի վարչապետը երեք հայտարարել է, որ պետք է համբերությամբ աշխատեն եւ վերադարձնեն Աբխազիան եւ Հարավային Օսիան։ 17 տարի առաջ կորցրել են, կարող է մի 17 տարի էլ սպասեն ու մի օր հետ բերեն։ Չեն հաշտվում կորուստների հետ։ Դու այդ ինչքան հեշտ հաշտվեցիր ստորագրելու հաջորդ օրը արդեն։ Հաշտվեցիր ու ասում էիր, երբեք մերը չի եղել։ Արցախցիների անվտանգության եւ իրավունքների ապահովման հարցը քո պարտավորությունն է, ոչ թե ցանկությունը։ Ու այդ իրավունքների ու պարտավորությունների քո պարտավորությունների առաջին շարքում վերադարձի ապահովումն է։ Դա չի կարող ՀՀ օրակարգից դուրս գալ։ Շվեյցարիայի ազգային խորհուրդը բարձրացնում է արցախահայության անվտանգ վերադարձի հարցը։ Կանադայի արտգործնախարարը հարցը բարձրացնում է։ Ֆրանսիայի սենատը կարևորում է, Եվրախորհրդանը կարևորում է, ամերիկացի սենատորները կարևորում են, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կարևորում է, միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն ասում է, ես իշխանությանը առաջարկել եմ իմ օգնությունը, սաղ կողմ են արցախցիների վերադարձին, բացի Նիկոլենցիից։ Այն որ բանաձևեր են ընդունում, քննարկումներ են անում, Ադրբեջանին մեղադրում են, պահանջում են, պետք է մի հատ էլ այդ երկրները նույն կոչը փոխանցեն Հայաստանի իշխանություններին, որ ադրբեջանցիներից ավելի ադրբեջանցի իրեն չդրսևորի, որովհետև ոնց որ Ալիևից հետո կամ առաջ մեկ էլ ԿՊՆ-դեն, որ Արցախում հայ ապրի։ Դուք այնքան անճար դուրս եկաք, որ հիմա արդեն Ադրբեջանը արցախցիների վերադարձը կապում է ադրբեջանցիների Հայաստան գալու ապրելու հետ, բայց դուք կտեսնեք, որ սրանց մնալու պարագայում արցախցիները չեն վերադառնա, բայց ադրբեջանցիները կգան Հայաստան։ Ադրբեջանցիները համարում են Հայաստանը իրենց պատկանող հող, ասում են գալու ենք Հայաստանում ապրենք, բայց սրանք մեր պատմական հողը ասում են ադրբեջանական է։ Շահրամանյանը, թուղթը, ես չգիտեմ մեկ էլ մյուսը։ Կարճ ասած, երբ սկսում ենք հաշվել, թե 2021 թվականի ընտրություններից հետո սրանք ինչեր են զիջել, կորցրել, հանձնել, մեր ինչ իրավունքներ են ոտատակ տվել, ուղղակի կասկածներ են առաջանում, արդյոք հայկական իշխանությունը կաներ այսպիսի բաներ։ Սրանք, որ տեսանկյունից էլ դիտում ես, չեն կարող լինել պարզապես սխալներ, հաշվարկած քայլերի տպավորություն են թողում։ Եթե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների քայլերը, որոշումները, ելույթները իրար կողք դնեք, չգիտեմ արդեն թե որը ավելի ադրբեջանամետ կլինի։